Առանց Հայաստանի համաձայնության թրիփ զարգացման ընկերության բաժնեմասերու օդարում, նվիրում կամ վաճառք որևէ երկրի որևէ ընկերության դեղի ունենալ չի կարող, այս մասին վստահեցուց արտաքին գործոստ նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով ադրբեջանական ընկերություններու հնարավոր մասնակցության վերաբերյալ մտահոգություններուն։ Միրզոյանն նաև մեջբերում արավ Հայաստանի եւ Ամերիկայի միջև ստորագրված փաստաթուղթեն թրիփ զարգացման ընկերությունը Ամերիկայի վերահսկիչ բաժնեմասով եւ սկզբունքային հարցերով Հայաստանի վերահսկողությամբ նպատակ ունի ապահովել թրիփ ենթակառուցվածքներու զարգացումն ու իրականացումը, ապա անվստահեցուց, որ առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերու օդարում, նվիրում, վաճառք տեղի ունենալ չի կարող։ Միրզոյանի խոսքով այդ համաձայնեցված թրույթ է, անվստահեցուց, որ առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասի մեջ ոչ միայն Ադրբեջանի ընկերություններուն, այլ նաև որևէ երկրի որևէ ընկերության մասնակցություն տեղի ունենալ չի կարող։ Բացառված է Հայաստանի կառավարությունը պետք է իր համաձայնությունը դա ընդգծեց նախարար Միրզոյան։ Թրիփ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը պիտի լա Ամերիկայի Միացյալ Նահանգներուն, իսկ 26% մասնաբաժինը պիտի բաբանե Հայաստանի Հանրապետությունը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին ելույթի ժամանակ խոսեցավ նաև Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության ղեկավարման գործին մեջ ունեցած իր թերի մասին։ Թրամփ թրվակներ ներկայացուց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերաբերող։ Պուտին ասավ. «Չեմ գրնար հավատալ, որ դուք լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, այն ցկցկվեցավ 35 տարի եւ ես այն լուծեցի մեկ օրվա մեջ»։ Պուտին զանգահարեց եւ ասավ. «Գիտեք, ես 10 տարի աշխատած եմ այդ հակամարտության վրա, փորձելով լուծել այն եւ չկարողացա»։ Թրամփի ելույթի հիմնական թեման սակայն եղավ Գրինլանդը, անհիմարություն անվանեց երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտեն հետո գղզին Դանիմարկին վերադարձնելու Միացյալ Նահանգներու քայլը, հիշեցնելով, որ պատերազմի ժամանակ դանիական զորքերը չեն գրծած պաշտպանել ոչ իրենց երկիրը, ոչ այլ Գրինլանդը, եւ Ամերիկան այդ ժամանակ այն վերցուցած է իր պաշտպանության տակ։ Դավոսի մեջ հանդիպած են Ադրբեջանի նախագահը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնագետարը Մարտա Քոզ, միտքեր փոխանակված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու ղեկավարման եւ խաղաղության օրագարկի հարաճմղման շուրջ։ Անդրադարձ կատարված է Եվրոպայի ուժանության վտանգության գործին մեջ Բաքվի ներդրումին։ Մարտա Քոզ նշած է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու Ադրբեջանին ագանազերծման ոլորտի մեջ, ինչպես նաեւ Նախիջևանի մեջ երկաթուղային գիծի վերականգնման նախագիծերում։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ չեղարկեց Գրինլանդին աջակցող Եվրամիության երկիրներուն համար փետրվար 1-ին նախադեсվող մաքսադուրքերը։ Միացյալ Նահանգները չի գիրարել հայտարարված ներմուծման մաքսադուրքերը եվրոպական երկիրներուն նկատմամբ կապված Գրինլանդի իրավիճակին հետ, քանի որ գործարքի ուրվագիծերը հայտնի դարձած են։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման հիման վրա մենք մշակեցինք աբակա համաձայնագրի շրջանակը, որը կներառե Գրինլանդը եւ անշուշտ ամբողջ արկտիկական տարածաշրջանը։ Այս փոխըմբռնման հիման վրա ես չեմ սահմանել այն մաքսադուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվար 1-ին, գրած է Թրամփ։ Եվ այսպես Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ լրացուցիչ մաքսադուրքեր չի գիրարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումեն հետո։ BBC-ն հաղորդեց, որ ամերիկյան բանակցություններ կվարե ոսկե գմբեթի հետ եւ Գրինլանդի շուրջ։ Ոսկե գմբեթը լայնամասշտաբ հակահրթիռային պաշտպանության համակարգ մնե, որուն շինարարության մեկնարկի մասին Թրամփ հայտարարած էր անցյալ տարի։ Իսրայելի եւ Թուրքիո մասնակցությունը Գազայի խաղաղության խորհրդին մեջ, որը ստեղծված է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի կողմեն, պիտի նպաստի երկու երկիրներու միջև հարաբերությունները բարելավելու եւ ներկայիս լարվածությունը մեղմելու, հայտարարած է Ամերիկայի նախագահի հատուկ բանակնած Ստիվ Ուիթկոֆ եւ դեղեկացուցած, որ զրուցած է Իսրայելի վարչապետին հետ։ Մենք գիտենք, որ Իսրայելի եւ Թուրքիո, ինչպես նաեւ Կատարի միջև որոշակի լարվածություն կա եւ մենք կփորձենք ապահովել այս երկու երկիրներուն միջև երկխոսությունը, ասաց է Ուիթկոֆ։ Ռուսաստան խաղաղության խորհրդին միանալու հրավերը ստացավ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփեն եւ շնորհակալ է ադոր համար։ Այդ մասին հայտարարած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին անվտանգության խորհրդի մշտական անդամներուն հետ ջեբազրույցի ժամանակ։ Մենք անձնական հրավերը ստացանք Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփեն միանալու անոր նախաձեռնությամբ ստեղծվող նոր միջազգային կառույցին, հանդիպման ժամանակ ասաց է Պուտին, արձագանքելով Ռուսաստանի Դաշնային ժողովի խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հարցին։ Նախ եւ առաջ ես կփապակեի շնորհակալություն հայտնել
հայտնել Ամերիկայի նախագահին այս առաջարկին համար ըսած է Ռուսաստանի նախագահը։ Եվ անգախ մասնակցության որոշում են Պուտին առաջարկած է Ամերիկայի թերնախորդ վարչակազմի կողմեն ռուսական սարեցված հաշիվներեն $1 միլիարդ ուղղել խաղաղության խորհրդին հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի հետ Ռուսաստանի յուրահատուկ հարաբերությունները։ Միևնույն ժամանակ Պուտին նշած է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքումեն հետո Ամերիկայի մեջ սարեցված ռուսական հաշիվներու մնացած մասը կարող է ուղղվել ռազմական գործողություններեն դժուժած տարածքներու վերականգնման։ Սուրիո պաշտպանության նախարարության մամլո եւ հաղորդակցության վարչությունը հաստատած է, որ հրատատարի առաջին օրը քուրդերու գլխավորած սուրիական դեմոկրատական ուժերը ավելի քան 35 անգամ թիրախավորած են Սուրիո արաբական բանակի թիրքերը, որուն հետևանքով զոհված է 11 զինվոր եւ վիրավոր է ավելի քան 25-ը, գայտնե սուրիական սանագործակալությունը։ Սուրիո արտաքին գործոս նախարարության ներկայացուցիչ Սալի Շուբատ հայտնած է, որ Սուրիո դեմոկրատական ուժերու կողմեն նոր համաձայնագրի խախտումը զարմանալի չէ, նշելով, որ խմբավորումը նախապես քանի անգամ խախտած էր 2025 թվականի մարտ 10-ի համաձայնագիրը։ Անոր խոսքով Սուրիո դեմոկրատական ուժերը 3 օր ունին իրենց ներկայացված բարենպաստ առաջարկի վերաբերյալ խորհրդակցելու համար։ Ամերիկան, որը նախապես աջակցած էր Սուրիո դեմոկրատական ուժերուն, գոչ ըրած է խմբավորման ընդունել կառավարության առաջարկը։ Ցեզի Անի Զեյդունցյանը